Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն փետրվարի 15-ն է եւ հետաքրքիր շատ կարեւոր հարց ունենք քննարկելու, որը որ վերաբերվում է մեր հայ առաքելական եկեղեցուն։ Վերջապես երեք շատ կարեւոր որոշում կայացվեց դատախազության կողմից, ինչի մասին ես շատ վաղուց խոսում էի, եւ վերջապես քրեական հետապնդում է հարուցվել Կարեքին Բ-ի, այսինքն Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ դատական ակտը չկատարելու եւ այն խոչընդոտելու կատարմանը վերաբերյալ։ Խոսքը Գևորգ Սրբազանի նկատմամբ կայացված որոշումներն են, որից հետո որ նա դիմել էր դատարանին եւ հետո արդեն հաստատի Կտրիչ Ներսիսյանը հաստատի չի հնազանդվել մայր օրենքին եւ լուրջ խախտումներ է իրականացրել, խոչընդոտելով դատական ակտի կատարմանը։ Իսկ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Հիշում եք 1 օր առաջ, դրանից 1 օր առաջ, 2 օր առաջ այսօրվանից Նիկոլ Փաշինյանը շատ հստակ հայտարարությամբ հանդես եկավ, որ եկեղեցուն սպառնում է շատ լուրջ վտանգ, որոշում է կայացվել, որ եկեղեցին դուրս են հանելու Հայաստանից, հայ առաքելական եկեղեցին տեղափոխելու են այլ պետություն Հայաստանից։ Իսկ ես քանի հաղորդման մեջ ասել եմ, որ պետք է փորձեն իրենք դրսում հավաքվել, ժողովներ անցկացնել, որպեսզի կարողանան հայ առաքելական եկեղեցին դուրս բերել Հայաստանից, հիմնականում ռուսական ուղղություններ շեշտվում, որ Ռուսաստան պետք է տանեն եւ պետք է խոչընդոտել Կտրիչ Ներսիսյանի մուտքը եւ ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Ինչքան ժամանակ է այդ մասին ասում է եւ վերջապես երեք Հայաստանի դատախազությունը տվյալ շատ կարեւոր որոշումը կայացրեց։ Փաստացի Հայաստանի ազգային անվտանգությունը ստացավ լավ մանրամասն փաստված տեղեկություններ, կարծում եմ նաեւ գաղտնալսումների միջոցով, որ իրոք նման ծրագիր կա եւ երրորդ երկրի ուղղորդմամբ հստակ պլան է կազմվել, թե ինչպես հայ առաքելական եկեղեցին իր գանձերով պետք է դուրս բերվի Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի եթե վաղը ընտրություններում չկարողանան իրենց ուժերը հաջողություն գրանցել, պրոռուսական այդ ուժերը, ոչ թե պրոռուսական, այլ Ռուսաստանի կողմից ուղիղ աջակցություն ստացած այդ ուժերը եւ Հայաստանում կրկին հաղթանակ տանի պետականամետ ուժ, ապա արդեն եկեղեցին պետք է սկսեն օգտագործել ընդդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Եվ փաստացի երեք դատախազությունը իր որոշմամբ հակոպատիվ իրենց կանխեց այդ նենք դավադիր ծրագիրը հայ ժողովրդի նկատմամբ։ Սա շատ կարևոր որոշում է եւ ես կասեմ, թե ինչը պետք անել հետո։ Ինքը ոչ միայն Կտրիչ Ներսիսյանի մուտքը եւ ելքը պետք է խոչընդոտվի, այլ նաեւ էլի բազմաթիվ եպիսկոպոսների, ովքեր որ այդ դավադիր ծրագրի մաս են կազմում։ Սա շատ լուրջ է, սիրելի հայրենակիցներ, ես մեծ ցավ եմ ապրում, որ հայ ազգի մեջ կան նման երևույթներ, բայց դրանք միշտ էլ եղել են մեր պատմության ընթացքում, փառք ու պատիվ Աստծուն, որ այսօր մենք ունենք պետություն, պետականություն, որը որ կարող է կանխել ցանկացած նման դրսևորում։ Այն, որ հայերի մեջ օտարամոլությունը միշտ շատ մեծ մասշտաբների է հասել, դա բոլորը գիտեն։ Բայց երբ որ ունենք մենք մեր պետությունը, մեր պետականությունը, այդ կոնկրետ պետությունը պետք է զբաղվի այդպիսի անհատներով, դրանք լինեն կաթողիկոս, թե վարչապետ, որպեսզի չկարողանան երկիրը հանձնել, ծախել օտարին։ Շատ մեծ ամոթ եմ ապրում նաև նրա համար, որ Սփյուռքում կան որոշ գործիչներ, ոմանք շատ փող ունեն, ոմանք բարերար են եղել ժամանակին, լավ համբավներ փորձելով վաստակել, բայց նրանց մեջ հստակ նկատելի է այն, որ կան այնպիսիք, ովքեր որ ապրելով լավ երկրներում, բարեկեցիկ ժողովրդավարական,
այնուամենայնիվ ցանկանում են ծառայել խավարին, ցանկանում են ծառայել օտարին, որպեսզի օտարացնեն եւ ստրկացնեն մեր պետությունը, մեր հայ առաքելական եկեղեցին եւ նրանց բարերարությունը, նրանց փող ունենալը կամ լավ համբավը, որը որ ունեին մինչև դա, ինձ համար անձամբ ոչ մի արժեք այլևս չունի եւ չի էլ կարող ունենալ, հնարավոր է նրանք ոչ գիտակցաբար են դա անում, իրենց մտավոր ունակությունները քաղաքականության առումով այդ կանեն, նրանք կարծում են, թե լավ գործ են անում ազգի, պետության, եկեղեցու համար, բայց փաստը այն է, որ իրենց գործողություններով ուղղակի նպաստում են օտարին, որպեսզի օտարը կարողանա ի վերջո տիրանալ մեր երկրին, ոչնչացնելով եւ ջախջախելով մեր անկախությունը։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, այնինչ անում է պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունը, դատախազությունը միանշանակ ճիշտ է եւ ես լրիվ աջակցում եմ դատախազության որոշումներին։ Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ on-line ձևաչափով տվյալ պարոնները չկարողանան շարունակել իրենց գործողությունը եւ որոշումներ կայացնել։ Ես կարծում եմ այդ հնարավորությունները նույնպես կան, որպեսզի այն ժողովը, որը որ նախատեսված էր հիմա անցկացնել Հայաստանից դուրս, որը որ հիմք էր դառնալու հայ առաքելական եկեղեցու մասնատմանը, դուրսբերմանը Հայաստանից, որպեսզի դա թույլ չտրվի։ Ես գիտեմ, որ այսօր կամ վաղը կամ մյուս օրը Զախարովաները սկսելու են կրկին վայրահաչել, որ Հայաստանի իշխանությունները սկսեցին շատ կոպիտ միջոցներ ձեռնարկել հոգևորականների նկատմամբ, կսկսեն պաշտպանել իբր մեր հոգևոր արժեքները եւ դրանով իսկ կրկին մեկ անգամ եւս կբացահայտեն, որ իրենք են այս process-ների հեղինակը, իրենք են սկսել, ոչ թե Փաշինյանն է սկսել, ուղղակի Փաշինյանը երբ սկսեց, մեղադրում էր Կատրիշ Ներսիսյանին շնանալու մեջ, որ նա երեխա ունի։ Բայց ես կարծում եմ, որ պետք էր սկսել ամենակարևորից, ոչ թե այդ հարցից, չնայած որ դա եւս չափազանց կարևոր է, հոգեոր շատ խոր եւ կարևոր իմաստ ունի մեզ համար։ Բարոյապես մաքուր մարդը միայն կարող է լինել քո կաթողիկոսը, ով հավատարիմ է մնացել իր ուխտին, բայց ավելի կարևոր է, շատ ավելի կարևոր է, որ տվյալ անձը չլինի ներգրավված պետության դեմ դավադրությունների, սուտի ուլտրաազգային ներկայանալով դավադիր գործողությունների մեջ ներգրաված է տվյալ անձը ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ դա կապացույց են շատ շուտով։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ազգային անվտանգության ծառայությունը այս քրեական հետապնդումը նախաձեռնելով բազմաթիվ փաստեր է բացելու, եւ ես շատ կցանկանամ տեսնել այդ փաստերը եւ կատարվողը միանշանակ մեզ հուշում է, որ օտար երկրից միջամտությունը փաստացի տեղի է ունեցել։ Այն տեղի է ունենում նաեւ Ուկրաինայում, եթե գիտեք, ուղղափառ եկեղեցու հետ կապված Ռուսաստանի միջամտությունը ցավոք սրտի կար նաեւ Ուկրաինայում։ Այն կարծում եմ կար եւ երևում էր նաեւ Վրաստանում եւ շատ այլ տեղերում։ Հիմա նաեւ մեկ պահ պատկերացրեք, թե ինչ մեծ խայտարակություն է մեզ համար 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցու համար, որ մեր եկեղեցին ներգրաված է այդ խաղերի մեջ։ Բայց ժամանակին մենք երևի թե մոռացել ենք, թե ինչպես Խրիմյան հայրիկը կամ մնացած մեր կաթողիկոսները, փառք ու պատիվ նրանց, մերժում էին ռուսական կայսրությանը կամ նույն խորհրդային միությանը իրենց ծրագրերը եւ ցանկությունները առաջ մղելու գործի մեջ։ Հիմա ինչ է պատահել մեր արժանապատվության հետ։ Հիմա ինչու մեր ժողովուրդը չպետք է կարողանա ամեն ինչ ավելի լավ եւ պարզ հասկանալ։ Ճիշտ է, այն ժամանակ չկար հիբրիդային պատերազմ, չկային
բազմաթիվ լրատվամիջոցները, որոնք որ ապատեղեկատվություն էին լցնում մարդկանց գլխին։ Հիմա այդ ամենը կա, այդ գործիքներով մարդկանց փաստացի խափում են, խեղաթյուրում են, սուտը որպես ճիշտ են ներկայացնում, ապազգայինը որպես ազգային են ներկայացնում եւ խափելով տանում են մեր եկեղեցին եւ մեր պետությունը կործանման։ Մենք պետք է հակազդենք այդ ամենին, սիրելի հայրենակիցներ։ Եվ այն հայերը, ովքեր որ դրսում լավ փողեր են վաստակում եւ ցանկանում են ծառայել օտարի շահերին, պետք է հասկանան, որ իրենք կբախվեն Հայաստանի Հանրապետության պետության ողջ զայրույթի հետ։ Ես ապրելով Վրաստանում երբեք ոչ մի գործողություն չեմ ձեռնարկել եւ չեմ ձեռնարկելու ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ճիշտ է, Վրաստանը երբեք նման պահանջ չի դրել իմ առջև, չի էլ դնի, համոզված եմ։ Բայց եթե նման բան լիներ, միանշանակ ես կմտածեի Վրաստանից հեռանալու մասին։ Կամ խնդիր չկա, կհայտնվեի բանտում, բայց երբեք չէի գործի ընդդեմ Վրաստանի ու Հայաստանի պետական ու ազգային շահերի։ Եւ մեր հայրենակիցներն էլ, դրսում ապրող հայրենակիցներն էլ պետք է իրենց մեջ պատիվ գտնեն, ովքեր որ ներգրաված են այս նենք խաղերի մեջ, հասկանում եմ մեծ գումարներ ունեն, մեծ ունեցվածք ունեն, մեծ շրջապատ ունեն, շատ խորն են ներգրավել այդ խաղերի մեջ, բայց պետք է ուժ եւ հնարավորություն գտնեն իրենց մեջ, որպեսզի հեռու մնան այդ խաղերից եւ կարողանան վերադառնալ Հայաստանի Հանրապետություն կամ այնտեղ, որտեղից որ նրանցից նման գործողություններ չեն պահանջի։ Ինչ վերաբերում է նրան, որ Մայր Աթորի անունից որոշ անհատներ, որոնք որ հիմա սպահեցնում են Մայր Աթորի դիվանապետերի կամ այլ կարևոր պաշտոններ, հայտարարություն են տարածում Մայր Աթորի անունից, խստորեն դատապարտելով եւ վերթողմունք հայտնելով Հայաստանի դատախազության կողմից կայացրած այդ որոշումից, ապա ասեմ, որ սա Մայր Աթորի դիրքորոշումը չէ։ Սա իրական Մայր Աթորի դիրքորոշումը չէ, այլ կրկին այդ խմբակի, որը որ զբաղեցնում է Մայր Աթորը, եւ որոնք որ պետք է հեռացվեն Մայր Աթոր Սուրբ Էջմիածնից, սիրելի հայրենակիցներ։ Եվ հաջորդ քայլով Հայաստանի Հանրապետության դատախազությունը եւ իշխանությունները պետք է նաեւ սահմանափակեն տվյալ եպիսկոպոսների եւ Կտրիչ Ներսիսյանի ինտերնետով շփումները, այսինքն ավելի ճիշտ հանրային ելույթ ունենալու հնարավորությունները, թե չէ շփումները կարևոր են թող լինեն, որպեսզի ավելի լավ գաղտնալսեն Հայաստանում իրենց խոսակցությունները, որպեսզի ավելի լավ բացահայտվի եւ հետո այդ ամենը հանրությանը ներկայացվի։ Խոսքը հանրային ելույթների մասին on-line ձևաչափով դա պետք է շատ լուրջ դատարանի որոշումով խոչընդոտվի, ինչպես նաեւ դրան պետք է հաջորդի արդեն տնային կալանքը, որից հետո արդեն 10 բարեպաշտ եպիսկոպոսները, ինչպես նաեւ բազմաթիվ հոգևորականներ հավաքվելով միասին պետք է կայացնեն շատ կարևոր որոշում եւ ընտրություն կատարեն Մայր Աթոր Էջմիածնում, ընտրելով ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահի։ Եվ դա այն պատկերացմամբ շատ շուտ պետք է արվի։ Այլևս ժամանակ չկա, որպեսզի այն ձգձգվի։ Հաջորդը, ինչը չափազանց կարևոր է, պետք է խիստ սահմանափակումներ մտցվի Հայաստան մուտք գործող գումարների, որոնք որ հստակ քաղաքական նպատակներով են մուտք գործում Հայաստան։ Լինի դա լրատվամիջոցների մեջ, թե քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների աշխատանքի համար։ Նույնիսկ խոշոր գումարներ անհատների, որոնք որ զբաղվում են կոնկրետ քաղաքականությամբ եւ փորձում են ամեն գնով տապալել Հայաստանի սահմանադրական կարգը։ Ահա այս գործողությունները պետք է շատ արագ եւ շտապ իրականացվեն հիմա Հայաստանում, եւ եթե ես խոսում եմ, որ պետք է շտապ իրականացվեն, գրեթե համոզված եմ, որ դրանք իրականացվեն, սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ իրականացվեց դատախազության կողմից այս կարևոր որոշումը, որի մասին ես խոսում էի շատ վաղուց։
Հիմա սիրելի հայրենակիցներ անցնենք մնացած կարևոր հարցեր, ինչպես գիտեք, Ալիևը մեկնել է Մյունխենի այդ կարևոր հավաքին, որը որ ամեն տարի կայանում է, չգիտեմ ինչի Հայաստանը ներկա չի այնտեղ, եւ այնտեղից մի շարք կարևոր հայտարարություններով է հանդես եկել, որոնք վերաբերվում են նաեւ Հայաստանին, Հայաստանի հետ խաղաղության կառուցման գործին, ընդհանուր առմամբ դրական մթնոլորտ է փորձում ստեղծել Ալիևը իրեն լսողների համար, փորձում է խաղաղարար ձևանալ եւ ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահան բարձրացրել է Լեռնային Ղարաբաղից փախած եւ հիմա Ադրբեջանում դատապարտված առաջնորդների հարցը, որ նրանց ազատ արձակեն, Լեռնային Ղարաբաղում բեռնի ձերբակալված Ղարաբաղի առաջնորդների հարցն է բարձրաձայնել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը եւ հստացի խնդրել է, որ նրանց ազատ արձակեն, ինչը չի անում Ռուսաստանը, չնայած որ նրանք Ռուսաստանին շատ էին պաշտում եւ մինչեւ հիմա պաշտում են, բայց Ռուսաստանը ոչինչ չի խոսում իրենց մասին, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը խոսում է։ Սա շատ կարևոր էր ասել։ Բայց Ալիևը ասում է, որ նրանց ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է։ Ես անկեղծ ասած սպասում եմ եւ պատկերացնում եի, որ Ալիևը այդպես էր ասելու։ Այս պահին ես էլ չեմ տեսնում հնարավորություն, որ Ալիևը փոխի իր դիրքորոշումը, բայց այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահն է բարձրաձայնում այս հարցը, եւ եթե այս հարցը շարունակեն բարձրաձայնել ամերիկացիները եւ եվրոպացիները, ապա տարիներ անց հնարավոր է եւ եթե խաղաղության գործընթացը խորանա եւ խաղաղություն հաստատվի, իրոք լուրջ խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցություն կապեր, ապա տարիներ անց հնարավոր է։ Էլի քիչ է հավանականությունը, բայց հնարավոր է նման որոշում կայացվի։ Այսինքն բոլորս էլ պետք է պատկերացնենք ինչի մասին է խոսքը։ Հետո ինչ է ասում Ալիևը, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պատրաստ է եւ այն կստորագրվի, երբ որ Հայաստանը փոխի սահմանադրությունը։ Այսինքն կրկին պնդում է Ալիևը, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, սակայն նույն ժամանակ ասում է, որ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն իսկ կայացած փաստ է։ Այսինքն չի ասում, որ խաղաղություն չկա, բայց ասում է կոնկրետ պայմանագիրը ստորագրվելու համար պետք է որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Մունխենում շատ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել նաև Մարկո Ռուբիոն։ Նա ասում է, որ մենք չենք ցանկանում հարստական ինչ-որ խոչընդոտներ, խնդիրներ ստեղծել Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Ասում է, որ ճիշտ է մեր տունը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, բայց մեր արմատները Եվրոպայից են։ Մենք բոլորս Եվրոպայի զավակներ ենք, ընդհանուր մշակույթ ունենք, ընդհանուր կրոն ունենք, ընդհանուր պատմություն եւ զոհեր, այնպես որ մենք չենք ցանկանում հարստական ինչ-որ խնդիրներ ստեղծել Եվրոպայի հետ։ Բայց այստեղ մեկ բան կարևոր է ավելացնել, որ ի տարբերություն Վենսի եւ Թրամփի, Ռուբիոն շատ ավելի առողջ է մտածում Եվրոպայի մասով եւ Եվրոպայի հետ հարաբերությունների մասով։ Այսինքն իրոք դիվանագետ է ի տարբերություն նույն Վենսի կամ Թրամփի։ Դե Թրամփին ընդհանրապես ոչ մեկի հետ չի կարելի համեմատել։ Ճիշտ է կան կարծիքներ եւ տեսակետներ, որ Ռուբիոյի հայտարարությունները միակ հայտարարությունը չէր դա, դրանք եւս ցույց են տալիս, թե որքան խորն է խնդիրը, խնդրեմը Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, եւ դրա համար Ֆրիդրիխ Մերցը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր ելույթում եւս խոսեց, որ աշխարհակարգը փլուզվել է, ամեն ինչ այլևս նախկինը չէ, կոնկրետ նկատի ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունները եւ նաեւ խոսում էր այն մասին, որ ամենահզոր ամուր զորքը պետք է ունենա Գերմանիան Եվրոպայում։ Խնդիր կա, լուրջ խնդիր կա Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև, եւ սա եւս մենք միշտ սկսել ենք վերջերս փաստել, ցավոք սրտի։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւս խոսել է Եվրոպան ավելի ճիշտ եւ արդյունավետ պաշտպանելու մասին, ասում է, որ մենք պետք է շատ մեծ միջոցներ հատկացնենք անվտանգությանը
ասում եմ մենք ոչ թե կարող ենք, եւ այդ հարցն էլ չպետք է առաջանա, մենք կարող ենք թե չէ այդպիսի ահռելի ծախսեր անել։ Ասում եմ, որ մենք պարտավոր ենք շատ մեծ ծախսեր անել մեր անվտանգության համար եւ մեր պաշտպանության համար։ Երևի սիրելի հայրենակիցներ նաեւ ականատես եղաք, որ Ալիևի եւ Զելենսկիի միջև շատ ջերմ հանդիպում տեղի ունեցավ Մյունխենում, շատ ջերմ հանդիպում տեղի ունեցավ։ Ալիևը ավելի համարձակ է եւ Ալիևը կարող է իրեն թույլ տալ, անկեղծ լինենք, Ալիևը ավելի շատ կարող է իրեն թույլ տալ, քան Հայաստանի վարչապետը նույն հարաբերությունների մեջ Ուկրաինայի հետ։ Եվ այստեղ էլ պետք է օբյեկտիվ լինենք։ Եվ այդ հանդիպման ընթացքում փաստացի Ալիևը շատ լուրջ մեղադրանքներ հնչեցրեց Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ասելով, որ իրենք դիտմամբ մի քանի անգամ հարվածել են իրենց դեսպանատանը։ Չնայած որ Ադրբեջանը կոորդինատները տվել էր իրենց դեսպանատան, բայց միևնույն է Ռուսաստանի Դաշնությունը միտումնավոր հատուկ հարվածներ հասցրեց հենց Ադրբեջանի դեսպանատանը։ Ռուսները արդեն արձագանքեցին, ասացին, որ նման բան տեղի չի ունեցել։ Ուկրաինան է իր հրթիռներով, երբ որ հակաօդային պաշտպանություն է իրականացրել, այնպես է այն իրականացրել, որ այդ բեկորները ընկել են Ադրբեջանի դեսպանատան վրա։ Բայց սա եւս վկայում է այն մասին, որ Ադրբեջանի նախագահը չի վախենում լարվածության գնալ Ռուսաստանի Դաշնության հետ։ Դե ինչ պետք է վախենա, ինքը իր ներսում սրբել մաքրել է այդ ռուսական շպիոն լրտեսական ցանցը, չկա որևիցե ընդդիմություն, որը որ խաղա Ռուսաստան եւ սպառնա իրեն, դրանց բացի Թուրքիայի հետ ռազմաքաղաքական շատ կարևոր պայմանագրեր, միլիարդավոր դոլարներ զենքին են ուղղվում եւ այստեղից են նելով Ալիևը այսպիսի համարձակ հայտարարություններ է անում։ Դրանով իսկ էլ ավելի ամրապնդելով իր անկախությունը եւ արևմուտքի համար ավելի կանխատեսելի գործընկեր դառնալով։ Թե ինչ պետք է անի Հայաստանը, ես կարծում եմ, որ ոչ թե այդպիսի հայտարարություններ են մեզ պետք, այլ մեզ պետք են կոնկրետ գործողություններ, որպիսի ավելնորդ տեղը այդ սուտի ժողովրդավարական խաղերը չխաղանք այն ուժերի հետ, որոնք որ հստակ դրսից ծրագրավորված նպատակ են դրել վերջ դնել Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այդպիսի ուժերը պետք է բացահայտվեն ու ստանան իրենց արժանի պատասխանը օրենքով։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։